2026-ի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի զինվորական պաշտոնեական անփութությունը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ 532-րդ հոդվածի 3-րդ մասի զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտել է, որը ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Պայմանագրային զինծառայողը մահացել է։ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 2026-ի մարտի 20-ից է փոխվել։ Որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել է տնային կալանքը 3 ամիս ժամկետով եւ բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազի որոշմամբ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները եւ չի կատարել պաշտոնեական պարտականությունները։ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է պաշտոնի իջեցում 1 աստիճանով տեսակի կարգապահական տույժ։ Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Հանդիպանը քննարկվել է Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։